Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ահա այսօրն է կսկսենք մեծ բահոց երկրորդ շաբաթը։ Եվ սրտանց բոլորիդ գմախտեմ, որ այս մեծ բակը դառնա ինքնակնության, զղջումի, ապաշխարության, ինքնասրբակրման սկանչելի շրջանի։ Սիրելներ, անցնող շաբաթ բահմանայինք ինչպիսի բակ բռնեցինք միթե եւ արդյոք Աստուծո ուզած ցևով մենք ձոմաբահություն արինք, թե ոչ մեր ուզած ցևով։ Այսինքն մեր անձերը խոնարեցուցինք, մեր սխալներուն համար ձունգի եկանք եւ զղջացինք, դիրոջ մեղա Աստուծոսինք, մեր հարաբերությունները ուրիշներու հետ սրբակրեցինք, գրցանք ինգած ձերոգիմը ոտքեն բռնել, ոտքի անել, դբրոցական աշակերտի մօգնել, գրցանք սիրելներ աղոտ կնել, Աստուծո խոսքով զորանալ, ասոնք են Աստուծո գամեցած բայեցողության ծևերը, թե ոչ բարձաբես բակի ջաշերը գսիրենք, անորամար բակ բռնեցինք, կամ գուզենք քանիմը կիլո նիհարիլ, անորամար բակ բռնեցինք, եթե այդպես բռնածենք, սիրելներ մեր բակը երբեք ալ ընդունելի պիտի չլա։ Հետևաբար այսօրվն է վերանորոգեցեք ծեր ուխտը Աստուծո հետ եւ ճշգրիտ ծևով բայեցող եղեք, այսինքն ապաշխարությամբ, զղջումով, Աստուծո խոսքը ընթերցելով, եկեղեցի աջակելով, իրարու հետ սրբությամբ վերապերելով, սխալները անդրադառնալով, սխալները սրբակրելով, բարեգործություն անելով, որբին, այրին, աղքատին, հիվանդին այցելելով, օգնելով, այս է սիրելներ Աստուծո գամեցած բայեցողությունը։ Ասից էզի անցնող շաբաթ, որ երկու շաբթի եւ երեք շաբթի օրերը ցեզի պիտի խոսիմ Աստվածաշունչի մասին, որբեսի ավելի լավ հասկանանք Աստվածաշունչը եւ այս մեծ բահոց օրերեն սկսենք ամեն օր Աստվածաշունչ ընթերցել։ Գիտեք արդեն դարիմն է մոտավորապես, որ ամեն երեգո ցեզի մեկ գլուխ Աստվածաշունչեն գընթերցեմ, որբեսի անոնք, որոնք դժվարություն ունին գարթալու, քոնե կարողանան լսել Աստծո խոսքը, որովհետև Աստծո խոսքը գարթալ կամ լսել նույն բանն է, կարևորը մեր հոգին մեջ արձագանքվի եւ մենք Աստծո խոսքով ապրենք։ Սիրելներ, անցնող շաբաթ խոսեցա թե արդյոք Աստված գխոսի մարդոց հետ, գխոսի մեզի հետ, ինչպես, եւ բացադրեցի ցեզի, թե Աստվածաշունչը Աստծո խոսքն է։ Այսօր պիտի ավելի խորացնեմ, թե ինչ է Աստվածաշունչը։ Նախ երկու բառով ասեմ սիրելներ, որ Աստվածաշունչ բառը միայն մեր ժողովուրդը գօգտագործե։ Միայն մեր ժողովուրդը եւ այս Աստվածաշունչ բառը Պողոս Արաքյալի մեկ խոսքեն առնված է, եւ որ Պողոս Արաքյալ իր Դիմոթեոս աշակերտին նամակ կղրգե երկրորդ նամակը, երրորդ գլխու մեջ սիրելներ 15-ն 17 համարներու մեջ Արաքյալ հետեւյալը գսե. Արդեն մանուկ հասագետ գիտես սուրբ գիրքերը, որոնք զորություն ունին քու միտքդ իմաստության բանալու, որբեսի Քրիստոս Հիսուսի հավատաս եւ փրկվիս։ Հիմա հաջորդ համարի մեջ նայեցեք ինչ կսե. Աստուծո ներշնչումով գրված բոլոր սուրբ գիրքերը օգտակար են թե ճշմարտությունը ուսուցանելու, թե սխալը հերքելու, մարդս ճիշտ ճամփու մեջ տնելու եւ արդար կյանքիմը դաստիարակությունը տալու համար, որբեսի Աստուծո նվիրված մարդը գադարյալը լա եւ պատրաստ ամեն տեսակի բարի գործերու։ Հիմա բնակրին մեջ, հունարեն բնակրին մեջ սիրելներ, այս բառը Աստուծո շունչով գրված, այսպես այս բառը, որ թարգմանված է եւ քրապարի մեջ եւ հունարեն բնակրի մեջ մեկ բառով ներկայացված է, որպես ածական, որովհետեւ գսե Պողոս Արաքյալ Աստուծո ներշնչումով կամ Աստուծո շունչով գրված բոլոր սուրբ գիրքերը,
Հունարենով այդ բառը սիրելներ թեոպնևթոս է, թեոպնևթոս, որ մեկ բառ է կնշանակե աստվածաշունչ, աստվածաշունչով գրված, եւ քրապարնալ ճիշտ այդպես թարգմանած է, մեր եկեղեցու հայրերը այդպես թարգմանած են աստվածաշունչ։ Եվ մենք սիրելներ հիմա այս ածագանը առած ենք եւ անունի վերածած ենք, անոր համար մենք սուրբ գիրքը կգոչենք աստվածաշունչ, աստուծո շունչ։ Եվ ասեմ, բացի սուրբ գիրքեն հին եւ նոր գդագարաները միացյալ, ուրիշ ոչ մեկ գիրք աստվածաշունչ չեն կոչեր, ոչ մեկ գիրք։ Օրինակ, Ղուրանը իսլամներուն համար սուրբ գիրք է։ Գսենք օրինակ, Ղուրաներուն սուրբ գիրքը, կամ իսլամներուն սուրբ գիրքը Ղուրանը, կամ զանազան ուրիշ գրոններու պատկանող մարդիկ իրենց սրբազան գիրք ունեցած են, սուրբ գիրք ունին։ Ադոնց գսենք, այս ինչ հնդիկներու օրինակ Գրիշնայի սուրբ գիրքը, բայց ովև մեկ գիրքի համար չեն գսեր աստվածաշունչ, որովհետև աստուծո շունչով գրված միակ գիրքը, կամ գիրքերու ամբողջությունը հին եւ նոր գդագարաններու ամբողջությունն է, որոնց մասին ես պիտի խոսիմ։ Իսկ մյուս ժողովուրդներու մոտ սուրբ գիրք կգոչվի սիրելներ, գիրքը ուրեմն Բողոս Արաքյալեն, ուրեմն ներողություն, ուրեմն գիրքը առնված հունարեն բիբլիոն բառեն, բիբլիոն բառը սիրելներ հունարենով կնշանակե քրքույկ, որուն նվազական եւ ասիգա այս բիբլիոնը նվազականն է բիբլոս բառին։ Բիբլոս կնշանակե գիրք, եւ այս բառեն եկած է Լիբանանի բիբլոսը, այսօրվան ջիբել գոչված շրջանը, որովհետև սիրելներ այդ շրջանի մեջ բաբիրուսները գաջեին, բաբիրուս կնշանակե թուղթ, եւ այդ թուղթին վրա գրված են ադորամար կգոչվին բիբլիոն կամ բիբլոս։ Եվ ուրիշ ազգեր զայն կգոչեն սուրբ գիրք, գիրք է որովհետև, բայց սուրբ գիրք է եւ բազմաթիվ գիրքերու ամբողջությունն է։ Հիմա սիրելներ, ես կուզեմ ցեզի այսօր խոսիլ, թե ինչ է աստվածաշունչը կամ ինչ է սուրբ գիրքը։ Աստվածաշունչը քրիստոնեական եկեղեցվո հավատքի գիրքն է։ Իսկ հինգ դագարանը աստվածաշունչի նաև եբրայեցի ժողովրդին հավատքի գիրքն է։ Եվ թե եբրայեցիները, եւ թե քրիստոնյաները իրենց հավատքը հիմնած են աստվածաշունչի հիմքին վրա։ Անշուշտ ես պիտի խոսիմ քրիստոնեական մեր եկեղեցվո մասին, որովհետև քրիստոնեական եկեղեցին բացի 5 դագարանեն, նաև կհավատա նոր գդագարանին, որովհետև հինը շուքն է քալիք իրականության, քալիք ճշմարտության։ Եվ սիրելներ առանց աստվածաշունչի կարելի չէ հասկանալ ոչ քրիստոնեությունը եւ ոչ ալ 5 դագարանի բարակային հրեությունը։ Զարե սրբազանին իմ հոգևոր սկանջերի հորս, երանելի հորս, հոգևոր հորս, ուրեմն բացատրություններով Զարե սրբազանը գսե աստվածաշունչը սրբազան այս գիրքը աստուծո հայտնությունն է, Աստված եւ մարդ հարաբերության պատմության գիրքն է, Աստուծո ուխտին գիրքն է, Քրիստոսի մասին վկայող գիրքն է, Քրիստոսի ներկայությունը հանդիսացող գիրք է, Աստուծո արքայությունը պատկերացնող գիրք է, Աստուծո գենթանի եւ գենթանարար խոսքն է, Աստուծո փրկության պատգամն է եւ Աստուծո եկեղեցին առաջնորդող գիրքն է։ Շատ ամփոփ ձևով այս գեդերու մասին ցեզի խոսիմ։ Առաջին, Աստվածաշունչը Աստուծո հայտնությունն է։ Սիրելներ, Աստվածաճանաչողության աղբյուրն է Աստվածաշունչը։ Աստուծո մասին մենք ուրգե գիտենք, ուրգե կճանչնանք, ուրգե լսած ենք Աստուծո մասին։ Աստվածաշունչեն։ Այո, մինչև Քրիստոսի աշխարհ գալը, որովհետև Քրիստոս է որ մեզ ջանցուց հայրը, բայց Աստվածաշունչը, որ Աստուծո խոսքի մարմնացումն է, խոսիմ քիչ մը վերջադոր մասին, Աստվածաշունչի մեջ են սիրելներ մենք
գկիտնանք Աստուծո մասին։ Եթե մեկը ասե որ ես Աստվածաշուն չեմ գարտար, բայց Աստված կճանչնամ չի գրնարլալ, որովհետև Աստուծո մասին ինչ որ գիտենք, Աստվածաշունչ քիրքեն է սիրելներ։ Եվ Աստվածաշունչ քիրքը կամ քիրքերու այս ամբողջությունը Աստուծո ճշմարիտ ինքնության մասին կխոսի։ Ինչ է Աստված։ Աստված սիրելներ ճշմարտություն է, Աստված սրբություն է, Աստված արդարություն է։ Աստուծո մեջ երբեք սդություն չկա, սդության հայրը Հիսուս կսե սատանան է։ Հետևաբար ով որ Աստվածաշունչին հակառակ կխոսի, ուրեմն սատանայի զորությամբ է որ կխոսի։ Հիսուս եկավ եւ հայտարարեց, որ ինքն է ճշմարտությունը, Աստված սրբություն է, Աստուծո անուն անգամ սուրբ է, ադորամար մենք երբ որ գաղութենք հայր մերը, որ դեր Հիսուս Քրիստոս մեզ սորվեցուց, դերունական աղոթքը գսենք, հայր մեր, որ հերգինս ես սուրբ եղիցի անուն քո։ Դիրոջ անունը սուրբ է, բոլոր անուններեն վեր է եւ արդարություն է Աստված։ Իր մեջ անարդարություն չկա։ Եվ երբ որ դերը վերադառնա, արդարությամբ պիտի դատե բոլոր մարդիկը։ Ոմանց վարձատրություն տալու արդարներուն, իսկ անոնք որոնք մեղավոր մնացած են, անզիղջ մնացած են մինչև վերջ, հադուցանելու ծանր բադիժ, հավիտենական դատապարտություն։ Աստվածաշունչը սիրելներ նաև որպես երկրորդ կետ Աստված եւ մարդ հարաբերության պատմությունն է։ Աստված սիրելներ գրնար աշխարհին մեջ կամ դիեզերքի մեջը մինագը մնալ։ Սուրբ երրորդությունը գրնար մինագը մնալ։ Բայց Աստված դիեզերքը ստեղծեց, ամեն ինչը ստեղծեց, ապա մարդը ստեղծեց որպես բսակ ստեղծագործության եւ Աստված մարդը ստեղծեց իր պատկերին ու նմանության համաձայն։ Եվ կգարտանք ծննդոց քիրքեն երկրորդ գլուխեն արդեն կգարտանք, թե ինչպես Աստված մարդուն հետ թե մարդեմ կխոսեր։ Եվ երրորդ գլխում մեջ ծննդոց կտեսնենք, որ երբ որ մարդը մեղանչեց, Աստուծմե բահվեցավ, բայց Աստված դարձյալ եկավ անոր, դարձյալ հարցուց ուր ես Ադամ, գիտեր Աստուծմե ամենադես աչքեն Աստուծո փամը չէր փախչեր, բայց Աստված ուզեց այդ խոսքով անդրադարձնել Ադամին, որ մեղանչած էր, եւ սպասեց, որ Ադամ զղջար, մեղայիկար։ Բայց դժբախտաբար գիտենք պատմությունը, թե ինչպես Ադամ չընդունեց իր մեղքը, ոչ այլ Եվան ընդունեց եւ այդ բաժարով ալ դուրս տրվեց անտրախտեն։ Բայց սիրելներ, ամբողջ Աստվածաշունչը գբատմե Աստված եւ մարդ հարաբերության մասին։ Տրախտային կյանքեն, ատկևեջ դժբախտաբար երբ մարդ դուրս տրվեցավ տրախտեն, Աստուծո որդին, մեր բրգիչ Հիսուս Քրիստոս մեզի պես ծնավ, մարդացավ, գադարյալ դարձավ, գադարյալ մարդ դարձավ եւ դերը ինչ հրավ, դերը սիրելիներ մարդուն հետ խոսեցավ եւ դարձյալ տրախտ հրավիրեց։ Երրորդ, Աստվածաշունչը Աստուծո ուխտի քիրքն է։ Ուխտ։ Քիչ մը վերջ պիտի խոսիմ սիրելներ, թե ինչ կնշանակե ուխտ, որովհետեւ Աստվածաշունչը երկու մասեր է կփաղկանա։ Հին ուխտ եւ նոր ուխտ, կամ հին գդագարան եւ նոր գդագարան։ Կխոսիմ այդ մասին, բայց ասեմ ուխտը սկիզբեն որ տաշինք է, ուրեմն Աստված մարդուն հետ ուխտ ըրավ։ Օրինակ, Աստված Նոյին հետ ուխտ ըրավ, որ այլևս չրհեղեղով պիտի չգործաներ աշխարհը։ Աստված Աբրամի հետ ուխտ ըրավ, որ զինք բազմության հայր պիտի դարձներ եւ իր մով պիտի օրհներ բոլոր ազգերը։ Աստված Մովսեսի հետ ուխտ ըրավ, որ իրեն սեփական ժողովուրդ պիտի դարձներ եբրայեցի ժողովուրդը։ Աստված Դավիթին հետ ուխտ ըրավ, որ իր մե սերունդը պիտի ելեր, թակավորը պիտի ելեր, որ Հավիդյան պիտի թակավորեր։ Հետևաբար Աստված սիրելիներ այդ հաշտության թաշինքը գնքեց մարդուն հետ եւ Աստվածաշունչը այդ ուխտին մասին է, որ մեզի գբատմե։ Չորրորդ, Աստվածաշունչը
Քրիստոսի մասին վկայություն է եւ նաեւ Քրիստոսի ներկայությունն է։ Հաջող մարդիկ կգարձեն, որ Քրիստոսի մասին Աստվածաշունչը միայն նոր գդագարանի մեջ կխոսի։ Այո, նոր գդագարանի մեջ Քրիստոսի մարմնավորման մասին կխոսի, թե ինչպես Քրիստոս մարմնացավ, մարտացավ, ծնավ գադարելապես, կործեց երկրի վրա, մեր բոլորի մեղքերը իր վրա առավ, խաչվեցավ, թաղվեցավ, հարություն արավ, երկինքան բարձավ եւ դարձյալ պիտի կա, բայց 5 դագարանի մեջ սիրելներ, ամեն մեկ քայլափոխի, այսպես գարմիր թելի նման, քիձի նման գխոսվի եւ ներկայությունը գաբրվի Հիսուս Քրիստոսի։ Աստվածաշունչի մեջ 5 դագարանին մեջը բազմաթիվ դեղեր կան սիրելիներ, որ դեր Հիսուս Քրիստոս մարդոց կհայտնվի նախքան մարմնանալը, բայց մարմնացած ծևով կհայտնվի, օրինակ դամցեզի Աբրահամին դեր Հիսուս հայտնվեցավ, եկավ իր դունը երկու հրեշտակներու հետ, Աբրահամի հետ նստավ եւ ջաշ կերավ, եւ վերջը խոսեցավ Աբրահամին, թե Սոդոմ Գոմորը պիտի գործաներ, եւ այլն եւ այլն։ Գամ Մովսեսին հայտնվեցավ մորենի մեջ եւ խոսեցավ անոր, դիրոջ հրեշտակ գոչումով հայտնվեցավ։ Ուրեմն 5 դագարանը ամբողջությամբ Քրիստոսի մասին է, որ գմարգարիացվի սիրելներ, եւ հիշեցեք, որ Հիսուս Քրիստոս ինք օրմը ըսավ իր հետ վիճապանող փարիսեցիներուն եւ օրենքի ուսուցիչներուն, ըսավ, ինչ ըսավ, Հովանու Ավետարանի 5-րդ գլխու 39-րդ համարը կգարտամ ցեզի։ Քննեցեք Սուրբ Գիրքերը, քանի կգարձեք, թե անոնցմով հավիտենական կյանք պիտի ունենաք, եւ նույն գիրքերն են, որ կվկայեն իմ մասիս։ Նույն գիրքերն են, որ իմ մասիս կվկայեն։ Նույնպես սիրելներ Քրիստոս երբ որ հարություն արավ եւ երկու ջամփորդներու հետ Էմմաուս կերտար, եւ անոնք նեղված էին Հիսուսի աշակերտներ էին, աշակերտներ ոչ առաքյալներ, եւ նեղված կխոսեին Հիսուս անոնց միացավ, ասավ ինչու համար նեղված եք, անոնք ասին միան թուն չես լսած Հիսուսի մասին, որ խաչվեցավ, թաղվեցավ, եւ Հիսուս ամբողջ ժամանակի ընթացքին անոնց բատմեց սուրբ գիրքերեն վկայություններ բերելով, մարգարեներեն խոսելով, թե ինչպես Հիսուս պետք էր որ չարչարվեր, խաչվեր, թաղվեր, սակայն հարություն պիտի առներ։ Կամ դեր Հիսուս Քրիստոս սիրելներ նույնը իր աշակերտներուն ըսավ։ Օրինակ Ղուկասու Ավետարանի 24-րդ գլուխը երբ գարտակ 44-րդ համար հատկապես նաև 25-27 համարներն ալ գրնակարտալ Հիսուս ըսավ. այս բոլորը ցեզի ըսած էի արդեն եւ ցեզի հետ էի, թե պետք էր որ իրականանային Մովսեսի օրենքի գիրքին, մարգարեական գիրքերուն եւ սամոսներուն մեջ իմ մասիս գրվածները։ Տեսեք, Մովսեսի գիրքերուն մեջ, որոնք է Մովսեսի գիրքերը, առաջին 5 գիրքերը սուրբ գիրքի, Ծննդոց, Ելից, Ղևտացոց, Տվոց, երկրորդ օրինաց։ Հիսուս հետո գսե մարգարեական գիրքերը, մարգարեներն ալ բոլորը խոսեցան Հիսուսի մասին, ոչ միայն Մովսեսի գիրքերը, այլ մարգարեները եւ երրորդ Հիսուս գսե սաղմոսները։ Հետ օրինակ սիրելներ, եթե գարտակ զանազան սաղմոսներ, օրինակ 110-րդ սաղմոսը, կամ երկրորդ սաղմոսը, կամ 91-րդ սաղմոսը, Աստուծո պաշտպանության սաղմոսը եւ այլն, բազմաթիվ սաղմոսներ, այնտեղ գտեսնենք Քրիստոսի մասին է որ գխոսվի։ Եվ նաև ասի որ ոչ միայն Աստվածաշունչը վկայություն կտա Քրիստոսի մասին, այլ Քրիստոսի ներկայությունն է։ Քրիստոս Աստուծո խոսքն է։ Հովանու Ավետարանի մեջ ինչ կգարտանք առաջին գլուխ։ Իսկ սկզբանն էր փանն եւ փանն էր Աստված եւ փանն էր Աստված։ Ուրեմն սկիզբն էր փանը, փան քրապարով կնշանակե խոսք։ Հետևաբար դեր Հիսուս Քրիստոս Աստուծո մարմնացած խոսքն է եւ Աստվածաշունչը սիրելիներ Աստուծո խոսքն է։ Հետևաբար Քրիստոսի ներկայությունը անոր համար կարևոր է սիրելի ավադացիալներ, որ երբ եկեղեցի երթակ, ոչ թե եկեղեցու վերջավորության երթակ բարձաբես հաղորդություն առնելու, Սուրբ Պատրակի ընթացքին երկու հաղորդություն կա։ Մեկը Աստուծո խոսքին, քրավոր խոսքին, մյուսը Աստուծո մարմնացած խոսքին։ Այլ խոսքով երկուքն ալ Քրիստոս է։ Հետևաբար նախ Աստուծո խոսքը պետք է լսել եւ ապա Քրիստոսի մարմինը պետք է ճաշակել։ Ահա սկիզբեն պետք է եկեղեցի հաջողել։ 5-րդ
Աստվածաշունչը Աստուծո արքայության պատկերացումը եւ անոր լրման նախապատրաստումն է։ Այո, սիրելիներ, Աստվածաշունչը Աստուծո արքայության պատկերացումն է։ Մենք Աստվածաշունչը երբ կսկսի կարդալ, կտեսնենք, որ կսկսի թրախտային կյանքեն, այնտեղ որ Աստուծո արքայությունն է։ Եվ մինչև ավարտը հայտնություն ովանուքիրքը երբ կգարտանք, կտեսնենք, որ գավարդի երկնքի քաղաքին, այսինքն նոր Երուսաղեմին, Աստուծո արքայության բացատրությամբ, նկարագրումով եւ այդպես ալ գավարդի, որովհետեւ սիրելներ դերը մեզ ստեղծեց ոչ թե այս երկրի վրա այսպես թափարական ապրելու, թշվառ վիճակի մեջ ապրելու, այս երկիրը մեր մարդու մեղքին պատճառով եղավ սիրելներ, որ այս երկրի մեջ մենք որպես բանտուղտ կապրենք, բայց մեր վախճանագետը, մեր վերջնագետը Աստուծո արքայության մեջ ապրիլ է։ Եվ հետևաբար Աստվածաշունչը Աստուծո արքայության սկիզբը պատկերացումը կտա եւ լրման մասին կխոսի, թե ինչպես Աստուծո արքայությունը պիտի հաստատվի, որովհետեւ մեր Աստվածը չմորդակ թակավորներու թակավորն է, դիեզերքի արարիչն է։ Անորամար Հիսուս եւ որ դերունական աղոթքը սորվեցուց, ըսավ աշակերտներուն, որ դուք ամեն բանի առաջ երկնքի արքայությունը խնդրեցեք, եւ վերջ ամեն ցեզի պիտի դրվի։ Եվ հայրերի մեջ ալ մենք ամեն օր գաղոթենք, եկեսե արքայություն քո արքայությունը թող կա։ Ահա սիրելիներ, ամեն օր պետք է աղոթենք, եկեսե արքայություն քո հավատքով, այսինքն դեր քո թակավորությունը թող կա, որովհետև Աստուծո թակավորությունը արդար թակավորություն է, Աստծո թակավորությունը հավիտենական թակավորություն է, լույսի թակավորություն է, սրբության թակավորություն է, արդարության թակավորություն է։ Եվ այս բղձություններեն այլևս պիտի ազատենք, ինչպես Եբրայց ներողություն, հայտնություն ովանու գրքի 21-րդ գլխի 4-րդ համարի մեջ կսվի, որ հոն թակավորության մեջ, այսինքն այլևս ոչ լացկա, ոչ ցավ, ոչ դրդմություն, ոչ հիվանդություն, ոչ բادرազմ, ոչ մեկ բան։ Ինչու՞, որովհետև այդ բոլորը այս կյանքի մեջ են, բայց երկնքի մեջ սիրելներ մենք հավիտյան պիտի ապրենք։ Եվ Դանիել մարգարեն ինչպես որոսավ, մենք երկնքի միակ թակավորը կճանչնանք։ Դանիել 4-րդ գլուխ 37-րդ համարը։ Եսայի մարգարեն ալ գսե դերն է մեր թակավորը 30-րդ գլխու 22-րդ համար։ Հիշեցեք, որ անցյալին քրիստոնյաները սիրելներ առաջին տարուն, առաջին երկու տարերուն հետանոսության կողմէ գահալածվեին եւ գսպաննվեին ահավոր գերբով։ Կոլոսեումներու մեջը, ամֆիթեատրոններու մեջ գնետվեին արույցներու թիմաց, խազաններու թիմաց, գադղած խազաններու թիմաց։ Ինչու? Որովհետեւ Հռոմի գայսրը կամ գայսրերը իրենք զիրենք Աստված կգոչեին, իրենք զիրենք հավիտենական Աստված կգոչեին եւ գուզեին, որ յուրաքանչյուր իրենց հպատակ, իրենց ցերքին դակ, հպատակության դակ գտնվող անձ բաշտեր զիրենք, խունկ մատուցաներ, իսկ քրիստոնյաները կմերժեին, ասելու համար, որ մենք մեկ թակավոր ունենք, երկնքի եւ երկրի արարիչը Քրիստոսը, եւ ադորամար սիրելներ կսպաննվեին։ 6-րդ Աստվածաշունչը Աստուծո գենթանի խոսքն է։ Գենթանի կնշանակե ողջ, խոսող։ Սիրելներ, ոչ մեկ քիրք չի գրնար խոսիլ մեզի հետ եւ մեզ գենթանացնել բացի Աստուծո խոսքեն, Աստվածաշունչեն։ Եվ հիշեցեք Եսայի մարգարեն ինչ կսեր իր առաջին գլխու երկրորդ համարի մեջ. Ով երկինք եւ երգիր, հրճագեցեք, լսեցեք, ահա Աստված կխոսի։ Եվ մենք ամեն անգամ մեր եկեղեցվո մեջ, երբ Աստվածաշունչ պիտի գարտանք, Աստվածաշունչ գարտալեն անմիջապես առաջ թբիրներ գսեն, ասե Աստված, Աստված գսե։ Հետևաբար սիրելիներ, Աստվածաշունչը Աստուծո գենտանի խոսքն է, քիրի վերածված, թանցրացած, քիրքերու մեջ ամփոփված եւ այդ բոլոր քիրքերու ամբողջությունը կգոչվի
Աստվածաշունչ։ Ես հետակային պիտի անդրադառնամ, թե ինչ են, որոնք են այդ քիրքերը սիրելներ, որոնք Աստվածաշունչի մեջ կան։ Թե կանոնական քիրքերը, թե գրոթականոն քիրքերը եւ թե դարականոն քիրքերը, անոնք որոնք սուտ անունով գրված են, այս բոլորի մասին անպայման հետևեցեք եւ շատ բան պիտի սորվիկ Աստուծո գամքով։ Եվ սիրելներ, Աստվածաշունչի մեջի քրությունը ուրիշ քիրքերու մերած դարին նման չէ։ Մյուսները սիրելներ մերած դարեր են, իսկ Աստվածաշունչը գենթանի քիրք է։ Ան որ Աստվածաշունչ կգարտա, մեղավորը կսրբանա, ոճրակորձը արաքյալ կդառնա։ Հիշեցեք Բողոս արաքյալը, քրիստոնեությունը գալածեր, քրիստոնյաները կսպաներ, Քրիստոսի խոսքի դարածիչ դարձավ, Աստվածաշունչի դարածիչ դարձավ։ 7-րդ Աստվածաշունչը Աստուծո փրկության պատգամն է։ Սիրելներ, ոմանք Աստվածաշունչը գընթերցեն որպես ծնունդներու քիրք, ոմանք գընթերցեն որպես բանաստեղծական քիրք, ոմանք գընթերցեն որպես իմաստասիրական քիրք, ոմանք գընթերցեն որպես պատմական քիրք, ոմանք գընթերցեն որպես աշխարհակրական քիրք եւ այլն եւ այլն։ Աստվածաշունչը սիրելներ ադոնք չեն։ Այո, այդ բոլոր դարերը կան Աստվածաշունչի մեջ, եւ աշխարհակրություն, եւ պատմություն, եւ իմաստասիրություն, եւ իմաստություն, եւ ամեն ինչ կան, այո։ Բայց Աստվածաշունչը սիրելներ ամեն բանի առաջ եւ վեր մարդիկը փրկության առաջնորդող ուղեցույց է։ Աստվածաշունչը սահմանված է, որբեսի ուղե մարդիկը թեպի սիրելներ փրկություն, թեպի հավիտենական կյանք։ Եվ ասեմ, մարդկային ոչ մեկ քիրք գրնա մարդս փրկության առաջնորդել, բացի Աստվածաշունչեն։ Չկա ուրիշ քիրք։ Միակ փրկության քիրքը Աստվածաշունչն է։ Հիսուս ադորամար ասավ. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Հակոբոս դիարնեղբայրը շատ սկանչելի խոսք ունի իր գրած նամակի մեջ։ Առաջին գլխու 21-րդ համարի մեջ։ Հետևյալը գսե. Հեզությամբ ընդունեցեք ծեր մեջ սերմանված Աստուծո խոսքը, որ գրնա ծեր հոգիները փրկել։ Հեզությամբ ընդունենք Աստուծո մեր մեջ սերմանված խոսքը, որ գրնա մեր հոգիները փրկել։ Ուրիշ ոչ մեկ քիրք, նույնիսկ ուրիշ գրոններու սրբազան քիրքերը չեն գրնար փրկել, բացի Աստուծո խոսքեն։ Եվ ասիկա սիրելիներ, բոլորս ալ պետք է մեր կյանքի մեջը կորձատրենք, որովհետև Աստուծո խոսքը հզոր խոսք է։ Տեսեք, ես կուզեմ հետևյալ խոսքերը գարտալ Աստվածաշունչեն, մեկը 5 դագարանեն, մեկը 4 դագարանեն։ Նախ 5 դագարանեն, Եսայի մարգարեն հետևյալը գսե, կամ Եսայի մարգարեին բերնով Աստված է խոսողը։ Մի գարտամ ցեզի 55-րդ գլխու 8-11 համարները։ Աստված Եսայի մարգարեին բերնով խոսելով գսե. Իմ խորհուրդներս ծեր խորհուրդներուն պես չեն, իմ կորձելագերբս ծեր կորձելագերբը չէ։ Այլ որքան որ բարձր է երկինքը երկրեն, այնքան բարձր է իմ կորձելագերբս ծեր կորձելագերբեն եւ իմ խորհուրդներս ծեր խորհուրդներեն։ Հիմա լավ լսեցեք։ Որովհետեւ ինչպես անցրևը կամ ծյունը երկինքեն գիչնե եւ հոն չի դառնար, եթե երկինք չի դառնար, եթե չի շոքիանար անցրևը կամ ծյունը, մինչեւ երգիրը չորոքե, մինչեւ որ չուր չդա, չրարպի չդարձնե, եւ զայն բդղապեր ու արկասավոր չդարձնե, եւ ցանողին հունդ եւ ուդողին հաց չդա, մինչեւ որ ճուրը, որ երկինքեն գտապի, անցնևը կամ ծյունը, հողը չորոքե, եւ սերմանողին սերմ եւ ուդողին հաց չդա, երկինքը չելեր չի շոքյանար, այնպես ալ իմ բերնես ելած խոսքը առանց արդյունք դալու ինձի պիտի չդառնա գսեդերը։ Այլ իմ գամքս պիտի գադարե եւ հաջողությամբ իքորձ պիտի տնե այն, ինչ բանի համար որ զայն ղրգեցի։ Աստված է որ իր խոսքը ղրգե, որբեսի արդյունաբեր դառնա Աստուծո։ Իսկ Եբրայեցիներու նամակին մեջ
4-րդ գլխու 12 եւ 13 համարներ այս դողերը շատ կսիրեմ սիրելներ, տեսեք Աստուծո գենթանի խոսքի մասին գխոսի եւ գսե Աստուծո խոսքը գենթանի է եւ ազդու աստեցիկ ավելի հադու, ավելի սուր քան ովևէ երկսայրի սուրեր կան որ մեկ շեղբ ունի, մեկ երեսը սուր է, իսկ սուրեր կան որ սիրելներ այդ մեծ սուրերը, որ հերոսները գշարգեին, բادرազմի սուրերը անոնք երկու կողմեն սրված են։ Ուրեմն գսե ավելի սուր է Աստուծո խոսքը, քան երկսայրի երկու կողմեն սրված այդ սուրը։ Եվ գտապանցե մարդուս շունչին եւ հոգին մեջ մինչև ողն ու ձուծը Աստուծո խոսքը մինչև մեր ողն ու ձուծը գտապանցե եւ գկնե մտածումներն ու սրդին խորհուրդները եւ Աստված սիրելներ ամեն ինչ գտեսնե իր խոսքով եւ սիրելիներ Աստուծո է որ հաշիվ պիտի տանք հա դեսեք Աստուծո խոսքը եւ գենտանի է եւ փրկության գարաչնորդ է վերջապես Աստուծո խոսքը եկեղեցին առաջնորդության համար դրված քիրք է Եկեղեցին սիրելիներ չի գրնար առանց Աստուծո խոսքին առաջնորդվել Աստուծո խոսքը Աստվածաշունչը ուղեցույց է եկեղեցին որովհետև Աստված սիրելիներ իր խոսքը բարձրապես մեկ մարդու համար չխոսեցավ այո մարդոց մեջ են անհատ մարդոց մեջ են խոսեցավ օրինակ Աբրահամի, Մովսեսի, Դավիթի եւ այլն մարգարեներուն բայց Աստված միայն անոնց համար չխոսեցավ այլ Աստված զանոնք օգտագործեց որ իր խոսքը բոլոր մարդոց ուղվին բոլոր մարդոց համար խոսված է այլ խոսքով Աստուծո խոսքը ուղված է եւ ինձի եւ ցեզի համար ուղված է բոլորիս անխդիր Աստված մեզի հետ կխոսի ադորամար գսենք ասե Աստված գսե այսօր գխոսի Հաջող սիրելներ մարդիկ որ հոգևոր սերդողության կմաստակցին գուքան ինձի գսեն որ հայր բարտև այսօրվան խոսքդ ինձի համար էր ուրիշ մեկը գսե ինձի համար է մյուսը գսե ինձի համար է որովհետև Աստուծո խոսքը անհատներու համար չէ այլ բոլորիս համար է եւ ով որ իր սիրտը կփանա Աստուծո դիմաց այդ ժամանակ սիրելներ գսկա որ Աստված իր հետն է որ գխոսի Եվ այս սրբազան քիրքը սիրելներ Աստված դվավ իր ժողովրդին հավատքը զորացնելու համար որբեսի նաև պաշտամունքի քիրքը լա ցանկի փարույականության փրկության ճշմարիտ մնայուն ուղեցույցը լա այս քիրքը եւ այդպիսին է եկեղեցվո հայրերը սիրելներ Աստվածաշունչը այնքան լավ գիտեին որ երբ որ աղանտավոր մը հայտնվեր աղանտավորները սիրելներ գմերգացվեին Աստուծո սուրբ խոսքով ինչպես այսօր ալ գնենք սիրելներ հետևաբար Աստուծո խոսքը Պողոս Արաքյալ գսե Եբրայեցիներուն նամակի 6-րդ գլխու 17 համարի մեջ Աստուծո խոսքը Սուրբ Հոգին սուրն է քանի հատ Աստուծո խոսքի դես այնքան ցերկը սուր ունիս եւ այնքան հաղթանակես սատանային սիրելի քույրեր եղբայրներ հիշեցեք Եվ Տեր Հիսուս Քրիստոս իր մգրդութենեն յետ 40 օր ձոմաբահություն ըրավ, ատկևերց սատանան եկավ եւ փորձեց զինք։ Եվ առաջին փորձությունը ուդելիքի վրա էր։ Եթե դու Աստուծո որդի ես, ասե այս կարերուն, որ հացի վերածվին եւ դունգեր։ Եվ Հիսուս Աստուծո խոսքը մեջ բերեց, ըսավ Աստվածաշունչը գսե, Սուրբ Գիրքը գսե, մարդ ոչ թե միայն հացով գաբրի, այլ Աստուծո փերնեն ելած խոսքերով։ Եվ մեծ բակի օրերուն սիրելներ Աստվածաշունչի մասին խոսիմ, որբեսի դուգալ կարողանաք Քրիստոսի Աստուծո փերնեն ելած խոսքերով սնվիլ, աջիլ, զորանալ, ծեր հավատքը զորանա։ Ադորամար ամեն օր Աստվածաշունչ ընթերցեցեք, կամ լսեցեք, որբեսի հավատքի մեջ հզոր դառնաք։ Եվ վերջին բամնալ սիրելներ ցեզի բացադրեմ ու ավարտեմ Ասի որ այս Աստվածաշունչը երկու մասերը գփաղկանա։ Առաջին մասը հին ուխտ կգոչվի եւ նոր մասը կգոչվի նոր ուխտ։ Նաեւ հին մասը կգոչվի բացի հին ուխտեն հին գդագարան եւ նոր մասը կգոչվի
նոր գդագարան եւ ընդհանրապես սիրելներ քիրքերու մեջ գրջադված ծևով գկրեն հ եւ գ հին գդագարան գամ հ եւ ո հին ուխտ նոր գդագարանի բարակայինը ն եւ գ նույն եւ գեն այսինքն նոր գդագարան գամ նու եւ ո այսինքն նոր ուխտ ինչ կնշանակե նախ ուխտ սիրելներ կնշանակե թաշինք համացայնակիր Աստված ըսի խոսքիս մեջ 5 գդագարանի մեջ ուխտ գնքեց Աբրամի հետ Մովսեսի հետ Դավիթի հետ Նոյի հետ թաշինք գնքեց եւ ըսի արդեն սիրելներ որ 5 գդագարանի այդ գնքված բոլոր ուխտերը շուքն էին քալիք ճշմարտության որ Քրիստոս պիտի լար եւ Քրիստոս երբ որ եկավ 5 դագարանի բոլոր օրենքները գադարեց ամբողջացուց իր կյանքի մեջ եւ վերջին ընտրիկի ժամանակ հացը արավ օրտնեց դվավ աշակերտներուն քինին արավ բաժակով օրտնեց դվավ աշակերտներուն եւ ասավ ասիգա իմ նոր ուխտիս նշանն է զայնին իշադագի սամար գադարեցեք եւ հետեւաբար նոր ուխտը Հիսուսի արյունով գնքված է հին ուխտնալ որտեղ ուխտը պետք է տաշինքով գնքվեր սիրելներ հին ուխտնալ գնքված էր արյունով որովհետև երբ որ Աստված դվավ հին ուխտի օրենքները Մովսես մարգարեն զոհ մորթեց եւ այդ զոհի արյունով արավ սիրելներ եւ ուխտի քիրքին վրա կսեց զոբայով չուրխարդեց եւ կսեց քիրքին վրա եւ այդ ուխտը նվիրականացավ բայց ասի ադոնք բոլորը շուքն էին քալիկին որ Քրիստոս իր արյունով բիդի գնքեր եւ անոր համար է որ մենք կգոչենք հին ուխտ կամ նոր ուխտ իսկ գդագարանը դարձյալ սիրելներ երկու իմաստ ունի գդագարանը նախ ուխտ է դարձյալ թաշինք է բայց նաև գդագարանը գուքա գդագ բարեն ինչ է գդագը գդագը այն է սիրելներ երբ որ դան մեծը հայրը գդակ կթողու եւ այդ գդագը գիրակորձվի անցին մահեն յետք եւ ահա Հիսուս սիրելիներ գդակ թողեց խաչին վրա մահանալով գդակ թողեց եւ այդ գդագը Աստվածաշունչն է Եվ ինչպես որ ամեն գդակ պետք է իրականանա դվյալ անցին զավակներուն կամ թորներուն կողմէ, այդպես ալ սիրելներ դիրոջ մեզի դված գդակը մենք կգարտանք նոր գդագարանի մեջ եւ 5 գդագարանն ալ շուքն է ինչպես ասի արդեն բազմիցս, որբեսի գադարենք դիրոջ ըսածը։ Գուզեմ սիրելներ ցեզի ընթերցել Բողոս Արաքյալի խոսքը այս մասին բացատրություն ուգուտա Գընթերցեմ ցեզի Եբրայեցներու նամակի 9-րդ գլխու 14-22 համարները Արդարև հավիդենական հոգիի միջոցով Քրիստոս ինքզինքը որպես անարատ զոհ Աստուծո մատուցանեց որբեսի իր արյունով մաքրե ծեր խղճմտանքը մերելական կորձերեն եւ դուք գարենակ գենտանի Աստվածը ճաշտել Ադով իսկ Քրիստոս նոր ուխտին միջնորդը եղավ Քանի իր մահով կավեց այն հանցանքները, որոնք առաջին ուխտի ժամանակաշրջանին կորձվեցան եւ հրավիրեց մարդիկը, որ Աստուծո խոստացած հավիտենական կյանքը ժառանգեն։ Տեսեք առաջին մասը ուխտի մասին խոսի։ Հիմա երկրորդ մասը։ Ովևէ ուխտի, այսինքն ովևէ գդակի բարակային, գտեսնեք ուխտ եւ գդակ նույն բառերն են, նախ անհրաժեշտորեն գդակագիրին, անոր գդակը գկրե, գդակագիրին մահը պետք է հաստատվի որովհետև գդակը միայն գդակագիր անցերուն մահվնեն յետք իզորու գտարնա իսկ որքան ադեմ որ գդակը քրողը թեր ողջ է գդակը չի գրնար իզորու լալ ահա թե ինչու առաջին ուխտը եւս չգնկվեցավ մինչև արյուն չտապվեցավ ինչպես որ արդեն բացատրեցի ցեզի Մովսես օրենքի քիրքի մեջ փոխանցված բոլոր բադվիրանները ժողովրդին գարտալ են յետք
արավ զոհ մատուցված ցուլերուն ու նոխազներուն արյունը եւ քիչ մչուր եւ գարմիր փուրթե ու զոբայի ջուղերը գազմված փունչովը սրսկեց ուխտի քիրքին ու ժողովրդին ըսավ ժողովրդին վրա սրսկեց եւ ըսավ այս արյունով է որ գգնկվի ուխտը որուն հնազանդիլ բադվիրեց ցեզի Աստված ապա նույն արյունեն սրսկեց նաեւ վկայության խորանին եւ ճշտամունքային բոլոր արարկաներուն վրա եւ օրենքին համաձայն գրեթե ամեն ինչ արյունով գսրբվի մեղքերու թողություննալ առանց արյան հեղումի չլար եւ սիրելներ ինչպես որ Աստված 5 դագարանի մեջ ուխտը գնքեց նոր դագարանի մեջ Քրիստոսով հավիտենական ուխտ գնքեց դերը եւ Քրիստոսի արյունով գնքվեցավ այդ ուխտը անորամար սիրելներ մենք այլևս ոչ թե օրենքի դիրաբեդության դակ ենք այլ շնորհքի դակ ենք եւ սիրելներ Քրիստոսի խաչը մեզ Աստուծո հետ հաշտեցուց այլևս ոչ թե միայն եբրայեցիներուն Աստվածներ Աստված ոչ թե եբրայեցիները իրեն միայն ընտրյալ ժողովուրդ էին այլ Աստված ուզեց բոլոր ազգերեն եւ էտանոսներեն եւ հրյաներեն գազմել ազգը նոր ազգը հավատարիմ իրեն ընտրյալ ազգը եւ ադորամար սիրելներ այլևս հրյաները չեն ընտրյալ ազգը այլ բոլոր ազգերեն Քրիստոսի դարձած մարդիկն են եւ դերը հաշտեցուց հրյան եւ հետանոսը իր մարմնի մեջ իր զոհակորձումով իր արյունով եւ հաշտեցուց զանոնք Աստուծո հետ որ մինչ այդ թշնամացած էին մեղքի պատճառով ավասիկ սիրելի քույրեր եղբայրներ ցեզի խոսեցա թե ինչ է Աստվածաշունչը եւ թե որքան կարեւոր է ընթերցել եւ 5 դագարանը եւ նոր դագարանը սիրելիներ դժբախտաբար շատ մարդիկ կան որոնք գսեն որ 5 դագարանը հрьяներուն բապություն է բեք չէ գարտալ բայց հիշեցեք նոր դագարանն ալ քրիստոնյաներուս բապությունն է ուրեմն բեք չէ գարտալ սիրելի եղբայրներ եւ քույրեր Աստված 5 դագարանի մեջ հрья ժողովուրդը ազգը ընտրեց որբեսի անոնց միջոցով խոսի քալիք մեսիայի մասին որբեսի պատրաստե ժողովուրդները լույսը ընդունելու եւ ահա Քրիստոս եկավ ամբողջացուց բոլոր օրենքը, մարգարեությունները, սաղմոսները, ինչ որ իր մասին ասված էին, հետևաբար 5 դագարանը անհրաժեշտ է գարտալ, դեսնելու համար թե Աստված ինչեր խոստացավ եւ նոր դագարանը դեսնել թե ինչպես ամբողջացան Աստուծո բոլոր խոստումները, մեկ խոստում կա որ դակավին չկատարված եւ շուտով պիտի կատարվի անիգա դիրոջ որոշած ժամանակին անիգա սիրելիներ Քրիստոսի երկրորդ կալուսն է, վերջին տադաստանը եւ հավիտենական ցանկի սկիզբը։ On ուրեմն, սիրելի քույրեր եղբայրներ, եկեք հավատքով ընթերցենք Աստվածաշունչը։ Ամեն անգամ, երբ Աստվածաշունչը գարնեք ընթերցելու, քանի որ Աստուծո հայտնության քիրքն է, նախ խոնարհեցեք, համբուրեցեք, ձեր ջագդին դարեք եւ Սուրբ Հոգիեն խնդրեցեք ձեր միտքը փանա որբեսի կարողանաք սիրելիներ հասկանալ Աստվածաշունչը։ Միշտ Աստվածաշունչը բաց բայեցեք ձեր դան մեջ եւ Աստվածաշունչ ընթերցեցեք, Աստվածաշունչ նվիրեցեք ձեր զավակներուն, նորաբսակ զույգերուն եւ իրարու, որբեսի Աստուծո խոսքը միշտ չերմացնե բոլորիդ կյանքերը։ Աստված ձեզ արադաբես օրհնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։